Գերաշնոր Սրբազան հայր, հարգելի հյուրեր, արժանապատիվ համագիրներ, հայրենագիցներ, ընկերուհիներ, ընկերներ, մեր բոլորին դոնը շնորհավոր։ Հայ հեղափոխական դաշնակցության 135-ամյակը կխմբե մեզ այսօր մեր պատմության վերջին ժամանակահատվածի թարնակույն ու տաժան պայմաններու մեջ։ Հսկայական խռովքի մեջ են մեր ժողովրդի զավակներն անոնք, որոնք հայուց սիրտ կգրեն, ապրած են ու մասնակից դարձած հաղթանակներու կերտման եւ այսօր ականատես են ու հիասթափված Արցախի հանցում են աստին, Հայաստանի մեջ, Ադրբեջանի և Թուրքիո գամքին ենթակա զիջումներուն, սպյուրքը բարակդող քայլերուն, հայրենասիրության ծաղրանքին և արժեքային համագարքի ազգային ըմբռնողության խորտակման։ Ընթացքը դադար չունի և կահավեժ կշարունակվի թիրախավորելով հայրաքելական Սուրբ Եկեղեցին, անոր սպասավորներուն նկատմամբ թավատրական քայլերով, ժողովրդահաճո հերյուրանք փրփուրներով, նպատակ ունենալով փշրել հայ ժողովրդի ու անոր հայրենիքին գոյատևումը ապահովված ողնաշարը ամբողջ։ Հարվածել հայ եկեղեցին, ճանչնալ Արցախի իբրև ադրբեջանական հողամաս, մոռացության տալ Բաքուի մեջ կալանավորված հերոսները, հարցականի վերածել հայոց ցեղասպանությունն ու անոր հետևանքները, թուրք-ադրբեջանական թանդեմին ազատ անցք շնորհել Հայաստանի մեջ, Հայաստանը նկատել միայն հոս ապրող հայ թե օտար քաղաքացիներու հայրենիք, փոխել ազգային խորհրդանիշերը, հայոց պատմությունը վերածել լոկ Հայաստանի պատմության, չլատել հայրենիքի կապվածության, հայրենասիրության արմատները, նարինջ ուտողներ, հայթադական և երազգոտ նկատել սպյուրքի հայությունը և թուեր ուրիշ այլանդակություններով մտքերը բղդորել, ծրագրված հետևողական, հայրենականդ ու ազգաթավ սիստեմատիկ ընթացք է անդարագույս։ Ահա թե ուր հասած ենք բոլորս հավաքապար։ Վտանգված է հայրենիքը, վտանգված է պետությունը, վտանգված է հայրաքելական եկեղեցին ամենուրեք իր նվիրապետական աթոռներով, Էջմիածին թե Անտիլիաս, Երուսաղեմ թե Կոստանդնուպոլիս։ Վտանգված է ողջ հայությունը ազգովին, Հայաստանի մեջ թե Թուրքիա և արտերգիր։ Այլևս անհանդուրժելի ձևով հատված են կարմիր գիծերը։ Անհայրենիք հայ մարդ, աշխարհաքաղաքացի սոսկ անհատ, իդ երազուրկ ապրող էյակ գերդել, հետևողական թավը ակներև է և առանց թույզն ամոթի գարդահետվի։ Եվ այս բոլորը կկատարվին հանուն ժողովրդավարության, հանուն մարդկային իրավունքներու, խաղաղության, տնտեսական բարեկարգումներու, բդածության թեմ պայքարի, թափանցիկության բնութագրումներով։ Մենք գոհնագից ենք արժանապատիվ խաղաղության և ոչ թե բարդատրված սին խոստումներով անհերանեկար խաղաղության, նորանոր զիջումներու դունդվող դեսանելի խաղերով հայրենագործան պայմանակիրներով, դեսանելի թափանցիկությամբ ակնհայտ են մեքենայություններն ու սատրանքները։ Մենք ազգովին կանգնած ենք Չրբաժանի դիմաց,
լինելության բայկարն է այսօր։ Գամ հանցնվիլ ու գամովին գիտակցապար երթալ գործանումի, գամ թրոշը բարձր բահել ու բայկարիլ։ Հայ ապագան տաշակցության 135-ամյա բատմությունը վգա, որ իբրև քաղաքապարական, քաղաքական ու գազագերբարական մարդունակ ուժ իր հայրենիքին, ժողովրդին ու հայ մարդուն փովանտակ շահերում պաշտպանության եւ ծառայության նվիրված գուսակցություն չի կրնար իրավունքը չունի բայկարի թրոշը վարդնելու։ Հայաստանի, Արցախի եւ Սփյուռքի միջին արևելքի քաղաքներու պաշտպանության եւ այդ հադի խնդիր ինգած հերոս նահատակները վգա են դաշնակցության սխրանքներում։ Հայաբահման ճակատի վրա աշխարհադարած դաշնակցության եւ երեխեքից միություններուն գդարած ներդրումը ի խնդիր ինքնության պահպանման համահայկական նշանակություն եւ արժեք ունի։ Հայրենիքի անկախության հռչակում են դաշնակցության Հայաստանի մեջ վերընծում են եւ Արցախի ազատագրում են յետք։ Ոչ ոք կրդա ուրանալ այս կուսակցության եւ իր սփյուռքահայ գործընկերներուն անդեղի դալի ու վճռական մասնակցությունը ամբողջական Հայաստանի գերտման ջամփուն հայրենիքի փառքավաճման ու կոյադևման ի խնդիր։ Իր պատմության ընթացքին Օսմանյան գասրութերեն ցարական Ռուսիա եւ բոլշևիկյան ռեժիմ դեպապար հալածված այս կուսակցությունը Սփյուռքի մեջ քաղաքտի սպասարկություններու եւ կորզակալներու թավատության ենթակա դաշնակցությունը ապրած է անվհատ կերպով կորզած է եւ բարիքարը շարունակած։ Այսօր եւս դաշնակցությունը չի գտնար դեղի դալ, որովհետև ցախողած են ու պիտի ցախողին Հայաստանը Սփյուռքեն հերացնելու բոլոր թավացությունները։ Ցախողած են ու պիտի ցախողին իր հիմնադրութերեն աստին, հայ ժողովրդին ու հայրենիքին համար կորձող իր լավագույն ընկերները զոհաբերող դաշնակցությունը ժողովուրդեն հերացնելու եւ հայրենիքեն օդարելու բոլոր մեքենայությունները։ Անընդունելի եւ մերժելի են մեր ազգային արժեքներն ու խորհրդանիշերը անարգող ոտնագող են օգտավերը։ Հայաստանի այցարակելական Սուրբ Եկեղեցին, Արարատը, ամբողջական Հայաստանը, մեր նահատակները անզիջելի կակատներ են, որոնց յուրաքանչյուրին հարվածը կհարված է համայն հայությունն ու հայրենիքը։ Հայաստան եւ Սփյուռք մեկ միասնություն է։ Զայն պահպանելը բոլորիս պարտավորությունն է։ Ու զայն կանտելու փորձերուն պատասխանը հավաքական դիմացությունն է։ Մեկ է դաշնակցությունը։ Մեկ ամբողջություն է ան։ Չկան դաշնակցության մեջ արևմտահայ եւ արևելահայ զանգվածներ։ Չկան Հայաստանի դաշնակցություն եւ Սփյուռքի դաշնակցություն։ Չկան Հայաստանի բյուրո եւ Սփյուռքի բյուրոյի անդամներ։ Գա մեկ ու միակ դաշնակցություն։ Ու այս մեկ դաշնակցությունը իր հայրենի ժողովրդին կողքին է։ Հայաբական դաշնակցությանը Սփյուռքի բոլոր գառույցները անխդիր ամերիկաներեն մինչև միջին արևելք, Եվրոպա ու Ավստրալիա, հոն ուր այս արևուն դակ դաշնակցական ընկեր գա, անվերաբահ գերբով հայրենի մեր գառույցին կողքին է։ Այլ գերբ չի կրնարը լալ սիրելիներ։ Մեզ քերեզվարելու փորձերը դասամյակներ շարունակ ցախողության մատնված են։ Այսօր եւս ցախողության պիտի մատնվին անկասկած։
ու պիտի բարձր բահենք Քրիստապորի, Ռոստոմի, Զավարյանի գրագով փոցավարած շահը, ու այդ պիտի ընենք ու պիտի ելլա հավաքապար, այնպես ինչպես 28 մայիս 1918-ին Արամ Մանուկյան համընդհանուր զորագոչով պաշտպանեց Հայաստանը ու անկախություն պարգևեց անոր իր երակույնով, զինանշանով, փանագով ու համալսարանով, այսօր ավելի քան երբեք ճակատագրական այս պահուն անհրաժեշտ է համընդհանուր պայքար, համազգային բորտկում հայրենիքին, հայ մարդու եւ պետության փրկության իխնդիր դիմացություն։ Վճռական այս պահուն կարելի չէ լռել, կարելի չէ անդարբեր մնալ, կարելի չէ ծերնածար մնալ, կարելի չէ համագերբիլ։ Կամ անձնասպանություն, կամ պայքար։ Հայրենիքն ու հայությունը վտանգված են փառք այս սրբությանց համար ինգած նահատակներուն։ Հայրենիքն ու հայությունը վտանգված են դգարությունն ու հաշտվողականությունը համազոր են ոչիրի մեղսակցության։ Պայքարը համընդհանուր է, ով որ քաչ է, ինչ կսպասե։ Գեցե հայ հաբաղական տաշնակցությունը, գեցե հայրենիքի պաշտպանության համար նահատակ ծնող հայ ժողովուրդը, գեցե հայուն Հայաստանը, յուրաքանչյուր հայ ու դուն, հավերժական, ամբողջական Հայաստանը։